կրակոցներ են եղել, խոզնավարությամբ նաև Խաչատրյանն է վնասվել, ինչ տեղեկություններ ունեք, ինչ կարող են պատասխանել։ Տեղեկություններս ընդամենը այնքան է, որքանով որ հրապարակում է եղել, որքան որ մեր գերատեսչությունները հրապարակել են, այդքանն է առայժմ։ Դուք հաճախ լինում եք մարզում, նաև շփվում եք, անհանգստություն, խուճապ մարդկանց մոտ արդյոք չկա կապած գրակոծների հետ։ Ադրբեջանական կողմի նպատակը հենց խուճապ եւ անհանգստություն առաջացնելն է եւ իհարկե, երբ որ գյուղի մոտ գրակում են, դա անհանգստացնում է բոլոր գյուղացիներին, դա բնական է, որ այդպես էլ կա։ Եթե տեսնում են երբեմն էլ գնդակները կպնում են իրենց տանիքներին կամ տարբեր շինություններին, իհարկե դա անհանգստացնում է։ Բայց միայն եթե արդեն կպնում են տանիքների շինություններին, դա նաև վտանգավոր է բացի անհանգստությունից, չէ՞։ Իհարկե վտանգ կա, նման առաջին անգամը չէ, մի քանի անգամ նման դեպք եղել է, պարբերաբար ցավոք սրտի կրկնվում են այդպիսի դեպքերը, դատաձգաբանական, բալիստիկ մի շարք փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր, որպեսզի պարզենք այդ գնդակների ուղղությունը որտեղից են եղել, ուղիղ նշանառությամբ եղել, թե գուցե պատահական, թե գուցե այլ հանգամանքներում ես քրեական գործերի քննություններից արդեն այդ մտադրություններն էլ ավելի կպարզեցվեն։ Խախտողարի հայտարարությունը հա չի անհանգստացնում պարոն Խաչատրյան, որ այդ էսկալացիայի ռիսկը կա Հայաստանի պաշտպանության նախարարության ասեսյունիկում, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը, որ բավականին անհանգստություն կա, ըստ էության ԱՄՆ պետքարտուղարն էլ է դա ասում, բայց Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, անգամ երեկ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ խաղաղությունները ինչու է այսպես շատ տարբեր որովհետև որոշ գերտերություններ իրանց շահերը ունեն, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ասում այն ինչը որ կա։ Եվ դրա համար պատասխան է տալիս։ Որևէ գերտերության հայտարարություն կամ բան, դա չես կարող ասել ինչ հիմքեր ունի եւ ինչպիսի։ Հայաստանը ավելի շատ Ես նորից եմ կրկնում, Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի անհանգստություն ստեղծի սահմանային հատվածում։ Ցավոք սրտի այդ սահմանային հատվածներում նրանք բնակչություն չունեն։ Տասնյակ հարյուրավոր կիլոմետր խորքում բնակչություն չկա եւ եթե նրանք կրակում են, անգամ զորավարժություն են անում, դա ինչ որ չափով հնարավոր է որ լսում են մեր գյուղերում եւ ցանկացած գրակցողի ձայն ինչ որ չափով անհանգստություն։ Այնպես չի, խուճապ չկա, ասեմ դες գյուղում որևէ խուճապ չկա, չի կարող լինել, գյուղացիները վաղուց արդեն սովորեն դրան եւ գիտեն այդ ամենը, բայց իհարկե անհանգստացնողն է եւ օր առաջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո այդ խնդիրներին լուծում տալ։ Եթե կնքվի չեն կրակել ձեր կարծիքով։ Եթե կնքվի, այո, ես վստահ եմ, որ չեն կրակի, որովհետև եթե կնքվի, արդեն զորքերը չեն սահմանապահ գործառույթ իրականացնելու, այլ սահմանապահ գործառույթ իրականացնելու են սահմանապահ զորքերը, երկուստեք իսկ նման պայմաններում մենք տեսնում ենք, որ այդպիսի դեպքեր չեն գրավում։ Եթե հայկական կողմից համարժեք պատասխան լինի պարոն Խաչատրյան, արդյոք ադրբեջանական կողմը կշարունակի կրակել։ Հիմա դուք պարզագույն հաց եք տա, դե իհարկե կգնա էսկալացիա, եւ չես կարող ասել այդ էսկալացիան որտեղ կկանգնի։ Այնպես չի, որ հայկական կողմը այդ հնարավորությունները չունի պատասխան համարժեք գործողությունների դիմելու, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը նա է, որ խաղաղության պայմանագիր ամեն կերպ պետք է հասցնել խաղաղության պայմանագրին եւ էսկալացիոն գործողությունները հնարավոր չէ թույլ տալ, բայց նաեւ Չէ, չեն տանում, որովհետև մեր զինված ուժերը բավականին adekvat եւ հավասարակշռված գործողություններ են իրականացնում եւ որևէ էսկալացիոն գործողություններ Հայաստանի Հանրապետությունից հնարավոր չէ սպասել։ Իսկ այս գրակոծները ռազմական էսկալացիայի նախերգանք չեք համարում։ Ոչ։ Եվ ասում եք, որ իրենց շահերին են, այսինքն Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների ինչ նկատի ունեք, որտեղ Ուկրաինայի Ես չեմ կարող ասել։ Եկեք Ուկրաինան եւ այլը չխառնենք Հայաստանի Հանրապետության հետ։ Հիմա ասում եմ, խաղաղությունը այլընտրանք չունի։ Մեր երկու երկրների միջև դա լինելու է, խաղաղության պայմանագիրը լինելու է, դելիմիտացիա լինելու է, սահմանից զորքերը հեռացվելու են, սահմանապահներն են հսկելու սահմանային հատվածները, procesներ են, որը պետք է այդ procesների մեջով անցնի, իհարկե պետք է անի, իհարկե պետք է։ Ռուսաստանի հյուպատոսության հետ կապված նորություն կա։ Ոչ, ճիշտ ասած նորություն չունեմ։ Դա է խնդիրը, որ Ֆրանսիան օրինակ ոնց որ վերջին արտգործնախարարի այցից հետո ասաց, որ Սյունիքում մտադիր է Ֆրանսիան բացել։ Մտադիր չի, ամսի 2-ին բացումն է,
երկուսին թե երեքին, երկուսին որքան։ Այո, Ֆրանսիայի հյուպատոսության բացում է Գորիս քաղաքում, ես անձամբ ներկա եմ լինելու եւ մասնակցելու եմ այդ Ռուսաստանի միջոցառմանը։ դեպքում ինչու է խնդիրը ուշանալու։ Չեմ կարող, դա Ռուսաստանից հարցրեք եւ ԱԳՆ-ից։ Ես չեմ։ Պարոն Խաչատրյան, երեքնիկ Չի այսպես համաձայնություն տալիս, ուզում ենք Չէ, բայց ինչի՞ է նման։ ասում են Լավրովն էլ էստեղ ասաց, որ քննարկել ենք այդ հարցը, այնտեղ հիպատոսություն բացելու։ Դե եթե քննարկել են, պետքա բացեն, էլ ինչու եք եզրակացնում Հայաստանի իշխանությունները ինչ որ խոչընդոտներ են 3 ստեղծում։ տարի Դե դա արդեն Ռուսաստանի խնդիրն է։ Ֆրանսիայի դեպքում կարծես ավելի շատ։ Չէ, Ֆրանսիան էլ արդեն 2-3 տարի է այդ գործընթացը գնում եւ ասեմ ավելին, այդ խոսակցությունները սկսվել էր 2022 թվականի սեպտեմբերից հետո, երբ որ հարձակում եղավ Սյունիքի ուղղությամբ եւ այդ ժամանակահատվածից սկսված այդ խոսակցությունները, բանակցությունները ընթանում են, որպեսզի Ֆրանսիան ունենա հյուպատոսարան Գորիս քաղաքում, որը շատ կարեւոր է եւ դրական ազդեցություն կունենա ընդհանուր միջավայրի վրա։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։